Փաշինյանն ասում է, որ 2026-ին կստանա ժողովրդի բավական քվեն ու կշարունակի իշխանությունը։ Կոնկրետ ձեր կողմից վստահության ձայն կստանա Փաշինյանը։ Ընդհանրապես ոչ։ Որովհետև տեսել ենք ինքը մենակ հողերը նվիրում է հակառակ թշնամուն, էլի։ Ինքը պետության մասին ընդհանրապես չի մտածում։ Հա դե ինքը գիտի, եթե հանկարծ այդ քվեն չստանա, իրեն ինչ է սպասում։ Ձեր կողմից վստահության ձայն կստանա Փաշինյանը։ Ես Ձեր չէ, ես ձեն չեմ տայ։ Քանի որ ինքը ժամանակին եկավ ամբողջ Զանգեզուրի կոմբինատի 39 աշխատողի գործից հանեց գցեց շոլերը, մինչև հիմա այլ չի հետաքրքրում, թե այդ մարդիկ որտեղ են աշխատում։ Չէ, ես չեմ տա։ Ինչի՞։ Չեմ վստահում իրան, ինքը ինչ ասում է ինք խափում։ Ասում է Արցախ Հայաստան է վերջ, տրենգի է պարկեմ, հետո էլ զոհեր է տալիս, Ռուսաստանը կանգնեցնում է, որպեսզի բանը չշարունակվի, պատերազմը չշարունակի, ինքը չի համաձայնում, միջև վերմա լսում է բանը, այս դաղթումաս։ Դեղից հետո էլ երկու շրջանները նորից առանց որևէ մի բանի տալիս է Ադրբեջանցուն։ Ձեր կողմից վստահության ձայն կստանա Փաշինյանը։ Ոչ։ Ինչու՞։ Որտե ես դեմ եմ այդ մարդու կատարած բոլոր աշխատանքներին։